Սիրելի հայրենակից, բարի երեկո, բարի լույսո առավոտի լույսո արեգակն արդար 29 ապրիլի 2025 թվական, փետրվար 24 2024 թվական Գարեգին բաց դռները Վարդանանք ազգային շարժումը շարունակում է իր աշխատանքը կուլակաթափ իրականացնելու, բայց իրականում կուլակաթափի աշխատանքը ԻՊՀ-ն սկսել է 21 թվականից, ուղղակի աշխատանք էր պետք անել, որ կարողանայինք հասցնենք այս փուլը։ Կուլակաթափ ասելով չի միայն, սա կատակ չի, 21-22 թվականից աշխատում ենք այս ուղղությամբ, բոլորը ճշտված են, արդարադատությունը վիժած վիճակում Հայաստանի Հանրապետությունում ճշտված է, բոլորը սուտ են ասում ձեզ, պլեջ են անում, կոպի են անում իմ գրասեղանից, տանում գործը շեղելու արդյունքներ են ուզում բերեն։ Բայց այս անգամ չեն կարող, որտեղ սիրելի հայրենակիցներ, եւ կուլակաթափ ասողներ, եւ Ղարաբաղի կառավարության նախկինների շենքի առջև հավաքնվողներ, եւ տաքսու յունիոն միություններ ֆորմանողներ, 80% է այդ ամեն ինչի մեջ բաժնետերության պայքարը։ Եթե 460 միլիոն դոլարը բերեն ազգին, մարդը եթե 4.5-ից 5 միլիոն չստացան, չեն անի։ Վարդանանքն է թքում պագոն պաշտոն փողիդ վրա, երբ գալիս է կուլակաթափ։ Եթե պետական պարգևատրում ակամա, առանց խնդրագրի, եթե պետությունն ասի մենք պարգևատրում ենք ձեզ, այդ պարգևադրումը մենք դնում ենք այնտեղ, որտեղ որ նորից զինվորական գվարդիային ինչ կարիք կա, այդտեղ գնա։ Թող հեթանստի տեղը։ 3 տարի իմ անձնական պայմաններով եմ պայքարել։ 2 տարին կուլակաթափ եմ ասում Հայաստանում, ուր էիք։ Հայաստանում դու չես կարող անել կուլակաթափ, սիրելիս, հիմա պետք է ներկայացնեմ գործը որ փուլ է հասել եւ իրական ազգին, քեզ ժողովուրդ Հայաստանում, որտեղ է քո ստանալիք արդարությունը, հատ-հատ կբացատրեմ շատ կարճ կոնկրետ ու վերջակետ։ Քայլարամերժի Սերժին ասողները, որ Սերժ Սարգսյանի դրացուներն էին Գլենդել Կալիֆոռնիայի Փիլակյաններին, քաղաքապետարանի։ Դրա համար է, որ իրենց կողքը չի կանգնել ԻՊՀ-ն, ոչ էր կոմենդոսի ապուշներին, ստեղ, որ զորացրեցին քարորյա պատերազմի ընթացքում եւ նրանից հետո երթյալ, որ մենք այդ ուժը, որ Ուկրաինան է պատրաստվում օտարափերից ունենա, որպես կամավորական զորք, հայն էլ ունենա, իրանք են ցիրուցան արել մեզ դաշնակների հետ։ Թող նստի տեղը։ Հիմա ես կմանրամասեմ, խնդրում եմ տանք մի 15 սեկունդ, թող հավաքվեն հարազատները, ովքեր որ մաքուր ու արդար են աշխատում Գարեգին բե հեռացնելու եւ ազգին կուլակաթափ տալու, արդարություն չարչարված ժողովրդիս։ Էլ հաստեն դրածը։ Եվ մեսենջերով գրել եմ բոլորիդ, եւ նորաստեղծ կուսակցություններիդ հատ-հատ գրել եմ, հիմա անուն ազգանուն չտամ ստեղ։ Այս գործը արդարությունը Ամերիկա եւ Եվրոպան է տալու ազգիս, սանկցիաներով եւ կալանավորելով։ Հայաստանում այսպես diversive աշխատանքներ մի իրականացրեք, որ տանեք, կորցնեք, ժողովուրդ հավաքեք, արտահայտվեն պիստոնները հանեք, ղրկեք տուն։ Նավթալինած KGB-ի տակտիկա է, տիկնակ պարոնայք, բռնվակ։ Կշարունակենք 10 սեկունդից, հարազատները թող հավաքվեն։ Պատվարժան գվարդիականներս, զինվորական սապոկը հայրենիաց հողի վրա դրած, երկրի սահմանները պահպանող եւ պայմանագրային եք, ԻՊՀ-ին եմ ասում ես, մնացածին չեմ ճանաչում։ Երեխեքիս Անդրանիկ զորավարի զավակներին, ժամկետային հայրական բազուկներ եղնողներ, Աստված օրհնի, ձեր
թևութիկունքը ձեր ընտանիքները, ձեր բալիկներն ու ձեր սիրուհի հարսիկին, ձեր ընտանիքը մայր հայր բոլորին, օրհնի Աստված աղբեր։ Ուրեմն մաքուրներից մեկի օրինակը սիրելիս Գարեգին Բեյ եւ Հովնան Էֆենդի կրիմինալների գծով, որ մենք սա միջազգայնացնում ենք։ Հիմա Ապոլ Լենճակատը ինձ ասում է բաժնե դերեր կան ասոր մեջ։ Այսինքն իրան Արամ Սարգսյանի հետ նկարվելով այդ նույն կալցոն, որ բերում էլի տնգում են ազգի գլխին, նույն կուլակից նույն գիծն է։ Սմենափող չի կարող բերել Նիկոլ Փաշինյանը եկեղեցուդ եւ Արամ Սարգսյանականներին, որովհետեւ հարցեր ունեն պատասխանելու եղբորդ կաշառքից փայես ունեցել դու Գարեգին Բեյի կողմից ստացած։ Մենք մթի հետ չենք կարա կոմպրիմատի գանք եւ կույս ծառայողների եւ երեխեքի աչքերին նայենք Աստծո տանիքի տակ։ Լսում եք ինձ։ Կուլակաթափի պահանջարկը եւ կալանավորման այդ օլիգարք այդ լրբերին գնացել է հոգնակի կոնգրեսականների գրասենյակ եւ սենատորների Նենսի Պելոսին մեր ցանկությունն է որ գլխավորի որ արդարադատությանը օրենսդիր մարմինը տա ռեզոլյուցիա սենատի ամերիկացիական նահանգների ներկայացուցիչների պալատի եւ կոնգրեսի ակտ այլապես դու չես ունենա կուլակաթափ խափում են քեզ ժողովուրդ մեկը մույսի մուտիլովչիկ պեշկենա մեր երկրում չկա արդարադատությունը տեղ դեվեկած մի հատ էլ թավշի արա ժողովրդավարությամբ ժողովրդին կերակ աղբեր Ես հիասթափանք չեմ արտահայտվում եւ ես չեմ փնովում ու քննադատում, ես ասում եմ ոնց կա, արդարադատություն ունես, Աննա Վարդապետյանը դատախազ է իսկական, այդ պագոնով, ինքը դատախազն է գլխավոր, արձագանք եմ պահանջում հանրային 2009 թվի առաջի կարգի մարդասպանության հաղորդում, որ ես եմ տվել քանակեր զեյթուն ոստիկանությանը եւ գործի արդյունքը եւ ընթացքը ուր է հարգելի դատախազ արմատուրով ծեթե սպանել են մեր սրբազան հորը ուր է գործի ընթացքը եղբայր մի տարի 2 տարի 3 տարի 4 տարի 5 տարի 6 տարի 7 տարի գործը ծածկա դմփողն է Տիկին Վարդապետյան գրիչը թղթի վրա Գարեգին Բեյի Ներսեսյան եղբոր օրթին Վաղարշապատի գլխավոր նախքին դատախազը իբր թե դատախազ իր ընտանեկան խնդիրները թող ինքը լուծում տա հորողբերը տա ղրկե ընտանիքդ քանդելու որ ընտանիքի ծոցն ես բռնե կոյրուն մենք կուրսի ենք հիմա Բերխոստր ասան չես ծածկա դմփել այդ գործը կաշառակերության համար ես նստացնում Հետո մի ժամանակ հետո տնային կալանքներ եք դուք նշանամվել եք հարգելի դատախազ որ հոկտեմբերի 27 եւ արգրավումներ արտասանեք եւ մարտի 1-ը ջրեք մարդկության դեմ հանցագործություն տեղյակ է ամերիկյան միացյալ նահանգների մեր շուտով լսումներ ապահովող հենց իրանց ամբիոնից արդարադատության կոմիտեն Ամերիկայի միացյալ նահանգների ներկայացուցիչների պալատի այս Դեմքը քյոփակի կտեսնես այդ ամբիոնում դու շուտով ժողովրդից չարչարված վզից իջեք բոլորդ կուլակաթափ պտի անենք ժողովուրդ եւ դա պտի անես հեղափոխական բնույթով եւ բնությամբ ոնց գնում լցվում ես տան դեմը ասում ես կոշիկները թան հիմնա Այրան դիմաց փոխհատուցում, կալանավորվելու են դրանք բոլորը։ Քո շմայիս ու դոդի գագոներով, Ռոբերտ Քոչարյանն ու իր ռախիտ տղով բոլորը կալանավորվելու են, կտեսնեք։ Գազարագույն կամբիզոն, հիմա զուր եք չարչարվում, չեք շեղելու ես գործը։ Ղարաբաղի նախկին իշխանությունը ինչ փող որ պահանջում ես Ղարաբաղի շենքի առջև,
Պարքե սրբազանի տակնա հովնանի հետ են լվանում, այդ ժողովրդի փողը, Ամերիկայում է ամեն ինչ, սուտ է Հայաստանում։ Սիրելի հայրենակից, արդարադատություն, փոխհատուցում եւ արդարությունը գալիս է Ամերիկայի սենատից, կոնգրեսից չի գալիս Հայաստանի դատաիրավական համակարգից։ Վիժելա դատարանները վիժած է, սիրելիս։ Երբ գալիս է Քոչարյանին ու Դաշնակին, ինքը պետությունն է պահում ընդդիմություն։ Ու պահելա ու կպահի։ Դու հասկացի մեկ բան որպես ազգու ժողովուրդ։ Ստորագրահավաքին ես միանում։ Դու աղմուկ հանելու իրավունք ես դնում պրակտիկի մեջ։ Մարմնավորում ես Facebook-ով չի, մեր սեմինարին գալիք հզոր թիմ ենք հավաքում, երրորդ քաղաքական ուժեր, ուր եք, եղբայր ուր եք, ինչպես որ մի կիսառողջ մամայիս հետ նստացրիք սամալյոտ ուղարկիք բանակին միանալու, 240 հոգի մարդ էր հավաքի Հովնանի շունը, ոչ մեկը, 100 երեխա օտպուսկ բերելու նոր տարվան, 5 օր ձրի չկանգնեց հայրենիքիդ համար, էսի հիշի ժողովուրդ, 100 երեխա տուն չբերին, ոչ մի ականներ պայմանագրային կազմակերպությունների 5 օր ձրի չկանգնեց հայրենիքիդ համար։ Դե թող խոսան։ Ախպեր ասելով մենակ մուտի տարիքին վրից փող տարակ, արա ասում եմ չքցեի դեմներդ այ շոպլիկներ, դուք չեք կարա քցեիք, քցել եմ ու նայել եմ որ քցում ես, չմեղք է կարա։ Դե գնա հիմա Սասունցի Դավիթի մոտ Անդրանիկ Դովլաթյանի հավաքը շմոն արա։ Շոպլիկ։ Ժողովուրդը 8 թվին 14-րդ տեղն ա եղել որպես ամենաբարձր կրթություն ունեցող ժողովուրդը։ Եվրոպայի 2/3-ից առաջադեմ ծալլած ունեցելա որպես կրթված հասարակություն, այսօր խի ասենց, որտև կրթության համակարգըտ գլխավորողը սրբխեչի ուլնա, դրա համար պարոն վարչապետ, զինել ժողովրդին, կամ Վարդանան կամ ոչինչ, կուլակաթափ արա այս տարին առանց պեպենոտ ռսի սապոկ, ու Դաշնակ Հայաստան, լսում եք, Հայաստանին էլ կախաղան, Ռոբերտ Սետրակի Քոչարյան, առաջի կախաղանը և արդարությունը Անդրանիկ Զորավարից մինչև այսօր, որ դու մեղայի գալու ճանապարհ ունենաս Գարեգին Նժդե և Անդրանիկ Զորավար հալածելու և դավաճանելու մեջ Հայաստան, Աստվածօրհնի քեզ խաղաղ գիշեր, գալիս է սեմինար, հատուկ հրավերներ եք ստանալու, պիտի գաք Վարդանանքի հավաքին, որ ունենանք միացյալ աշխատանք, Վարդանանք ազգային շարժումը կազմակերպություն չի է, կուլակաթափնա, էսի գրի ու գնա քո շրջանակներում պատմի, ժողովուրդ միակ արդար կուլակաթափը ԻՊՀ-ն է իրականացնում, այս զինանշանից դուրս չհավատակ շոպլիկներն են մուտիլովկա, իրանք իրանց ստրախովկեն առաջ չլեն, 460-70 միլիոնից մարդագոնե մի 2.5 միլիոն դոլար, որ գան գլենդել պարքև սրբազանի հետ կայֆավատլեն, չեն անի էտի քո համար, իսկ եթե ոչ, Սամվել Բաբայան եք ունեցե, զինվորական բանակ եք ունեցե, դուք ջոգել եք, որ ազգ ու երկիրը սուտում կեղեքում են, չկարացաք 10 հատ Ղարաբաղցի Պորնիկ սատկացնեք, որ ազգը շունչ քաշի, բոլորդ եք մեկըտ մյուսից շոպլիկը, ոչ մեկիդ ազգու հայրենիք վստահել չկարա, կամ Վարդանան կամ ոչինչ։